Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում Ռեգիոն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանին։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մինասյան, առաջարկում եմ զրույցը սկսել Գյումրիի ընտրություններից եւ ձեզ հիշեցնել մարտի 1-ին մեր տաղավարում արած այն հայտարարությունը, որ ասել եք գյումրեցիները հասկանում են իրենց վրա ինչ մեծ պատասխանատվություն է դրված, տրամաբանական է, որ ազգակործան իր քայլերթն սկսեց Գյումրիից, այնտեղից էլ կսկսվի իր կործանումը։ Արդյունքները ցույց տվեցին այն, ինչ դուք եք կանխատեսում, սկսվել է Նիկոլ Փաշինյանի կործանումը։ Միանշանակ, եւ տեսեք, այդ կործանումը որևէ բանով հնարավոր չի կանխել։ Կարող են տարբեր ձևերով դանդաղեցնել, որում այդ դանդաղեցնելն էլ բավականին մեծ ջանքեր է պահանջում ու մեծ զոհեր։ Օրինակ ես կարծեմ հենց այս տաղավարում եմ ասել, որ օրինակ ցավում եմ այդ Սարիկի համար։ Տարիներ շարունակ ինքը իրեն նորմալ էր պահել եւ այս արդեն իսկ դեպի կործանում գնացող իշխանությունը արեց քայլեր, որպեսզի իր վարկը մի քիչ բարձրացնի ու այդպեսի նորմալ տղային բերեց ըստ էության իր ճակատագիրն էլ մի հատ մեծ խարան դրեց վրան։ Ես առավել քան համոզված եմ, որ առաջիկայում ինքը այդ քայլերը շարունակելու է։ Հետևաբար ես չեմ ցավում այն ԿՊԱ-ականների համար, որոնք ամբողջ միջև ականջները թաղված են այդ կեղտի մեջ, ինչը լուզում է թող նրանց հետ տեղի ունենա։ Իրենք իրենց խաչը կրելու են մինչև վերջ։ Բայց եթե այդպիսի տղաներ, ինչպիսին Սարիկն է, գայթակղվեն ռոպեական, ասենք թե ակնկալիքներով, իրենք շատ կտուժեն իրենց ողջ ապագա կյանքում։ Հետևաբար այսա լավ նաև դաս է այն մարդկանց համար, որոնք կարող է հրապուրվեն, գնան, այդ կործանվող նավը նստեն ու այդ կործանվող նավի հետ միասին սուզվեն։ Իսկ ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա այդ ակնկալիքները բնական ու տրամաբանական են։ Այն 7 տարվա ավերից հետո, որ նրանք արեցին, հենց այն քաղաքը, որտեղից իրենք սկսել էին իրենց մահաբեր արշավը դեպի մայրաքաղաք, հենց այդ քաղաքից էլ սկսվի իրանց կործանումը, դա բնական է։ Ինչ ձևով է դա դրսևորվելու, այսինքն։ Նախ ասենք ինչպես է դրսևորվել արդեն իսկ։ Տեսեք, ամբողջ վարչական ռեսուրսի կիրառմամբ, իսկ գիտենք թե ինչ է նշանակում վարչական ռեսուրս, 15-20% մեր նման երկրներում խայտարակ բաներ անելով, նույնիսկ հարևան պետությունից մարդիկ բերելով եւ նրանց քվեարկել տալով, մեծ ճնշումների արդյունքում իրենց հաջողվեց ընդհանրապես 36% հավաքել։ Իսկ ընդդիմությունը, որը ընդհանրապես գտնվում էր տոտալ ճնշման տակ, մինչև ընտրությունները եւ նաեւ ընտրական գործընթացի ընթացքում, իրենք կարողացան մեծամասնություն հավաքել։ Եվ սա ես կարծում եմ չափազանց լավ ցուցիչ է։ Եթե մենք սրան գումարենք նաեւ այն փայլուն հաղթանակը, որ ընդդիմությունը տարավ Փարաքարում, սա խոսում է այն մասին, որ իսկապես այլևս իրենց անկումը որևէ բանով հնարավոր չի կանգնեցնել։ Եվ գիտեք, մի բան էլ պետք է ասեմ, եթե իրենք անդրադառնան այս իրենց ողբերգական վիճակին, իրենք պետք է հասկանան, որ ցանկացած հաջորդ քայլ իրենց մեղքերը ավելի է մեծացնելու ու զայրույթը ժողովրդի մոտ էլ ավելի է մեծանալու։ Ու թերևս ամենաճիշտը կլինի, որ իրենք ուղակի հեռանան, ուղակի հրաժարվեն իրենց դասած պաշտոններից ու հեռանան։ Այդ պարագայում ես կարծում եմ երկու բան տեղի կունենա։ Նախ ժողովուրդը կփրկվի այն մեծ աղետներից, որոնք դեռ պատրաստել են իրենք այդ ժողովրդի համար, եւ երկրորդը կունենա հնարավորություն կարճ համապատասխան կարճ ժամանակում կասեցնել այս անկումը, որը մեծ թափ է հավաքել, ու հետո կամաց վերականգնել։ Ու ըստ այդմ էլ երևի իրենց մեղքը ավելի մեղմ կգնահատվի այս ապագա անխուսափելի դատական process-ների ժամանակ։ Իսկ թիմ ընտրությունները արդյոք, ինչպես ասում են, լակմուսի թուղթ կարող են լինել համապետական ընտրություններից առաջ, թե process-ները ամեն դեպքում տարբեր են եւ համապետական ընտրությունների դեպքում իշխանությունը իր ամբողջ ռեսուրսներն է ներդնելու։ Իհարկե process-ները տարբեր են։ Իհարկե համապետականը պետական իշխանության համար է պայքար, բայց նաեւ փորձը ցույց է տալիս, որ եթե որևէ իշխանություն կորցնում է իր հենարանը, իսկ հենարանը հենց թիմ ընտրություններում ձևավորվող համայնքապետարաններն են, ապա պայքարել բուն երկրի իշխանության համար իր համար շատ ավելի դժվար է դառնում։ Հետևաբար մի կողմից այո, դրանք նույն բաները չեն, այնտեղ համայնքային խնդիրներ են, այստեղ պետական խնդիրներ, բայց մյուս կողմից հենարանը այդուհանդերձ բոլոր երկրներում, ոչ միայն Հայաստանում, հենց համայնքներն են։ Հայաստանը ունիկալ չի։ Եվ գունավոր հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած մարդկանց վարկանիշը անկում ապրելու տրամաբանության մեջ է գտնվում։ Եվ այդ տրամաբանությունը, ես էլ եմ ասում,
շատ նույնն է Հայաստանում եւ Վրաստանում։ Եթե դուք նայեք այդ կորը, կտեսնեք, որ մոտավորապես այս ժամանակներում Վրաստանում սկսեց իշխանության, Սաակաշվիլի իշխանության կտրուկ անկումը։ Նույնը եւ Հայաստանում է տեղի ունենում։ Այո, այլևս փորձել մարդկանց հիմարացնել այն տխմարագույն թեզերով, որոնք նրանք փորձել են հիմարացնել այս անցած տարիների ընթացքում, այլևս հնարավոր չի։ Բայց դա չի նշանակում, որ իրենք չեն օգտագործելու։ Ոչ միայն չեն օգտագործելու, այլ տեղային հաջողություններ չեն ունենալու։ Հետևաբար պայքարը պետք է ոչ միայն շարունակել, այլև խորացնել, որպեսզի այդպիսի տեղային հաջողություններ իրենք չունենան ու չմոլորեցնեն հասարակությանը։ Գյումրիի ընտրությունների ժամանակ նաև թեմաներից մեկը, որ որոշ տեխնացուներ առաջ էին բերում կամ որոշ ուժերի ներկայացուցիչներ հենց 102-րդ ռազմաբազայի դուրսբերմանն էր վերաբերում, թեպետ մենք այս օրերին զրույցներ ենք ունեցել հասարակական քաղաքական տարբեր գործիչների հետ գյումրեցի, ովքեր նշում էին, որ գյումրեցիները շատ լավ հասկանում են դրա վտանգավորությունը, որ դա ոչ միայն Գյումրիի անվտանգության, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար է իրականում։ Ձեր դիտարկմամբ ինչու է այս թեման դարձել օրակարգային, արդյոք գործող իշխանությունները եւ նրանց սատելիտ ուժերը փորձում են ամեն կերպ հասնել դուրսբերմանը ռազմաբազայի։ Գիտեք, եկեք մի քիչ ավելի լայն նայենք, հա, այդ խնդրին, որտեղ հայ-ռուսական հարաբերությունների մեջ Գյումրի բազան առանձնահատուկ տեղ ունի, բայց հայ-ռուսական հարաբերությունների մեջ է դա գտնվում, չէ, դրանից դուրս չի, իսկ հայ-ռուսական հարաբերությունների վատացումը այս իշխանության տարբերակիչ հատկանիշն է, եւ ես կարծում եմ, որ այն ինչ որ օբյեկտիվորեն տեղի ունեցել իրենց կողմից այս տարիների ընթացքում, դրա համաձայն պետք է բերի նրան, որ որոշ ժամանակ հետո իրենք եթե մնան իշխանության, պետք է բարձրացնեն այդ հարցը։ Վերջերս ՀԱՊԿ-ի հետ կապված վատթարացող իրավիճակը ել ավելի վատթարացրեցին, հրապարակավ հայտարարելով, որ նրանք անդամավճարը չեն մոռացելու։ Հասկանում եք, այս բաները պատահական չեն լինում եւ մասնավորապես ասենք թե եվրոինտեգրման գործընթացի սկզբի մասին իրենց հայտարարությունը Ռուսաստանի հետ կապված Ռուսաստանից հնչող հայտարարությունները, որ հնարավոր չի միաժամանակ եւ ԵԱՏՄ եւ Եվրոմիություն, այսինքն ես պատահական չեմ համարում, որ քաղաքական ուժերը բարձրացնում են Գյումրիի ռազմաբազայի խնդիրը։ Հետո տեսեք, եթե Գյումրիում դա շատ ցավոտ է ընկալվում քաղաքացիների կողմից, նույնը չի կարող ասել այն մարզերի բնակիչների համար, որոնք հեռու են Գյումրիից։ Այնտեղ կարող է այդքան ցայտուն չզգան իրանք, ինչքան գյումրեցին իր մաշկի վրա է զգում, բայց դա նույնքան կարևոր է Հայաստանի բոլոր մարզերի բոլոր բնակիչների համար, կլինի դա Գյումրին, թե ասենք թե Սյունիքը կամ Արմավիրը։ Հետևաբար իսկապես դա շատ կարևոր է, որտեղ Ռուսաստանը մեր բնական ռազմավարական գործընկերն է, իդեպ մենք եւս մի ռազմավարական գործընկեր ունենք, ընդ որում այս երկու ռազմավարական գործընկերները Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանը կնքել են համընդհանուր ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որը ընդամենը օրեր առաջ ուղարկվեց Դումա վավերացման։ Իդեպ այդ թեմայի հետ կապված, քանի որ անդրադարձակ Իրան-Ռուսաստան, Մոսկվան անտեղի է համարում Թեհրանի դեմ ուժ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքները եւ դատապարտում նման մարտավարությունը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարն է ասել, նա նաև նշել է, որ սպառնալիքներն իսկապես լսելի են նաև վերջնագրերը եւ որ Ռուսաստանը նման մեթոդները համարում է անտեղի, դատապարտում դրանք համարում իրանական կողմի սեփական կամքը պարտադրելու միջոց։ Ինչ սպասել Իրան-ԱՄՆ հարաբերություններում եւ ռուսական կողմի այս դիրքորոշումը կարող է որոշիչ լինել, թե ազդեցություն էական չի ունենա։ Տեսեք, Ռազմիկ, այն ինչ որ ծավալվում է Իրանի շուրջը մեր համար կենսական նշանակություն ունի։ Հայաստանի Հանրապետության համար Իրանի շուրջ ծավալող այդ բավականին վտանգավոր զարգացումները կենսական նշանակություն ունեն։ Խնդիրը բավականին ակնհայտ է Միացյալ Նահանգների հարաբերությունների Իսրայելի հետ շատ մեղմ ասած ջերմ են եւ Իսրայել-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունները մեղմ ասած շատ լարված են եւ կարծում եմ Իսրայելը առիթը բաց չի թողնելու որպեսզի հրահարի որ կոնֆլիկտ առաջանա ուղղակի ռազմական կոնֆլիկտ առաջանա Իրանի Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների մեջ այստեղ ցավոք սրտի եւս մի բացասական հանգամանք կա Իսրայելը առաջ քաշեց շատ ինձ թվում է վիճահարույց մի թեզ, որ կա Երանկյունի, Թել Ավիվ, Վաշինգտոն, Բաքու եւ այս պարագայում նաեւ Ադրբեջանի ներգրավում այս կոնֆլիկտի մեջ եւս բավականին մտահոգիչ է։ Ես առաջին հերթին Հայաստանի Հանրապետության համար եմ ասում,
եւ եթե այդպիսի կոնֆլիկտ առաջանա, ես չեմ բացառում, որ Ադրբեջանը փորձի նաեւ որոշակի ռազմական գործողություններ իրականացնել հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եվ այստեղ շատ կարևոր է այն համաձայնագիրը, որի մասին մենք քիչ առաջ ասացինք, ամիսներ առաջ դա կնքվել էր եւ օրեր առաջ ուղարկվեց վավերացվելու։ Ես չեմ կարող մտածել, որ այդ դրանք պատահականություն են, ուղղակի երևի թե այս զարգացումների ֆոնին պետական դումա ուղարկելու այդ քայլը նպատակ ուներ մեղմելու Միացյալ Նահանգների կողմից սպասվող այդ կոշտ վերաբերմունքը, որովհետեւ այդ համաձայնագիրը իր մեջ ունի նաև պաշտպանական բնագավառում համագործակցության կոմպոնենտ եւ ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է անի ամեն ինչ, որտեղ հիմա իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ բավականին պոզիտիվ են զարգանում, որպեսզի այդ նեգատիվ զարգացումները Իրանի Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների մեջ մեղմի։ Ես կարծում հենց այս սրահում եմ մի անգամ ասել, որ թերևս ամենաողջամիտ լուծումը կլինի նա, որ բանակցությունների արդյունքում կողմերը գան այն համաձայնությանը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չպետք է շարունակի միջուկային զենքի հետ կապված որևէ ծրագիր, պետք է դադարեցնի այդ ծրագրերը, կարելի է գտնել այնպիսի մի լուծում, որը բավարարի բոլոր կողմերին եւ այդ միջուկային զարգացումները ընդհանրապես էներգետիկ կամ տնտեսական առումներով զարգանան։ Այդ պարագայում ես կարծում եմ տարածաշրջանը զերծ կմնա ամենաանցանկալի զարգացումներից։ Բայց չի ստացի, որ Իրանն է զիջում այդ դեպքում։ Գիտեք, երբ որ Իրանը այդ քայլին գնա, ես առավել քան համոզված եմ, որ ինքը նախ խուսափի հնարավոր բարձ զարգացումներից եւ ենթադրում եմ նաեւ որոշակի սանկցիաներ կհանվեն։ Իսկ որոշակի սանկցիաների հանվելու դեպքում Իրանը իսկապես ունի զարգացման մեծ պոտենցիալ, ու այդ պոտենցիալի կիրառմամբ ինքը կբերի իսկապես էական կարգավիճակի մեծացում այս տարածաշրջանի միջդիրքի, որը շատ կարևոր է ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետության համար, այլև Հայաստանի համար եւ իր արդեն ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար։ Այսինքն այդ սցենարի դեպքում Ադրբեջանը շատ վատ վիճակում հայտնվելու, եթե հիմա այսպեսի կեցված կլինի։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի վիճակը այդպիսի պարագայում կլինի շատ վատ, որտեղ ել ավելի վատ կլինի, եթե հանկարծ ռազմական գործողություններ սկսեն եւ այդ ռազմական գործողությունների արդյունքում ըստ որոշակի վերլուծաբանների Ադրբեջանը ուղղակի կարող է որպես պետություն վերանալ։ Նկատի ունեք, եթե Իրանի դեմ սկսվեն, Ադրբեջանը կվերածվի պլացդարմի եւ Ռուսաստանը կօգնի Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ադրբեջանը պետք է ամեն կերպ խանգարի ու դա կարող է բերել այդ պետության կոլապսի։ Այնպես որ Ադրբեջանը եւս կշահի։ Իսկ որքանով է հավանական նման սցենարը ձեր դիտարկմամբ։ Թրամփի Միացյալ Նահանգների պարագայում բոլորը ասում են, որ հավանական անհավանական բաները վերացրել են իրենց սահմանները, որտեղ բավականին անհավանական բաներ հավանական են դառնում եւ մեկ անգամ էլ եմ ուզում ասեմ, որ այդ զարգացումները կարող են լինել չափազանց վտանգավոր իհարկե ողջ տարածաշրջանի համար, առաջերտին Հայաստանի համար։ Եվ ես հույս ունեմ, որ ողջամտությունը կհաղթանակի Ռուսաստանի միջնորդական դերը, ես կարծում եմ չափազանց կարևոր է։ Ռուսաստանը չափազանց շահագրգիռ կլինի, որ այդ ամեն ինչը լուծվի առանց առճակատման։ Իհարկե կան նաև ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որ կրակի վրա յուղ լցնեն։ Ես հույս ունեմ, որ իսկապես ջանքերի շնորհիվ ռուսական առաջերտին, նաև իրանական այդ հնարավորություն կունենան խուսափելու այդ վատ զարգացումները։ Բայց Հայաստանի համար ինչպես կարող է վատ լինել, եթե Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղություն է հաստատում։ Տարածաշրջանային նշանակության սահմանադրություն են ունենալու։ Դե ես բարձր եմ գնացում ձեր հումորի զգացումը, ուղղակի պարսիկները, գիտեմ, Ադրբեջանը, հատկապես թուրքերը այդ հումորի զգացումը չունեն, նրանք դաժան են վերաբերվելու։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու հասնել խաղաղության, այսինքն։ Նիկոլ Փաշինյանը կարող է հասնել մի բանի, փրկել իր կաշին եւ փորձել ավելի մեղմ պատիժ ստանալ այն բոլոր չարագործությունների համար, որը ինքը կատարել է։ Ընդ որում դա այդ հնարավորությունը կա, դրա մասին մենք խոսեցինք ամենասկզբում, եթե այսօր ինքը հրաժարական տա, ապա այդ հնարավորությունը իր համար ավելի մեծ կլինի։ Ցանկացած հաջորդ քայլ իր համար պատիժը, օբյեկտիվ պատիժը, օրենքից բխող պատիժը կմեծացնի։ Նա էլ ասում է նախկիններն են ամեն ինչ արել, ես ինչ անեմ։ Գիտեք, շատ լավ բան եք ասում։ Գալիս է մի մոմենտ, գալիս է մի իրավիճակ, երբ որ ձեր զրուցակցի ասածները ձեր համար այլևս կարևոր չեն, որովհետև իր արածները խոսում են իր ասածների փոխարեն։
Հիմա այդ մարդու ասածները այլևս հայ ժողովրդի համար կարևոր չեն, որտեղ ինքը այնքան բան է արել, որ լսելուց առաջ մարդիկ տեսնում են ավերածությունները, որ ինքը բերել է, տեսնում են մահերը, որ ինքը սփռել է, տեսնում են կորած եկեղեցիները, մարդկանց կորած գերեզմանները, իրենց հիշողությունները, իրենց հազարամյա հայրենիքի մասին, մարդիկ այլևս չեն լսում, մարդիկ տեսնում են։ Նիկոլ Փաշինյանը, բայց թեպետ անընդհատ պատրաստակամություն է հայտնում Ադրբեջանի այս կամ այն պահանջը կատարել, իհարկե ասում է, որ որևէ պահանջ չի կատարում, բայց Ադրբեջանը նույնիսկ այսքանից հետո չի ստորագրում որևէ խաղաղության փաստաթուղթ, ըստ ինչու։ Դա բնական է, բայց ինչու պետք է ստորագրի։ Բայց ինչու պետք է չստորագրի։ Որտեղ իր ցանկացած կամքը կատարվում է։ Ստորագրի, որ ամեն ինչ ավարտի, ոչ։ Դե 17 կետ առաջադրել է Նիկոլ Փաշինյանը, համաձայնել է։ Հիմա էլ ինչ են ուզում։ Ամեն ինչ։ Ուզում են, որ 300,000-ը գան այստեղ ապրեն։ Ուզում են, որ ընդհանրապես Հայաստանը դառնա Էրմանիստան։ Ինչու Ղարաբաղը կդառնա Ադրբեջան, Հայաստանը չի դառնա Էրմանիստան, այ քեզ բան։ Ճնշիլ եւ ամեն ինչ կստանաս։ Դուք այս իրավիճակում լուծումներ տեսնում եք։ Նիկոլ Փաշինյանն ասում է այլ ընտրանք չկա, եթե չստորագրեն խաղաղության պայմանագիրը, պատերազմ կլինի։ Որն է այլ լուծումը, այլ ընտրանքը։ Այլ իրահեռացումը։ Օր առաջ։ Ինչ է փոխվելու դրանից հետո։ Բանակցությունն է փոխվելու, բանակցությունն է փոխվելու։ Մենք վայելելու ենք քաղաքականություն, որը բխում է մեր պետական շահերից, մենք ունենք երկու դաշնակիցներ, բնական դաշնակիցներ, Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, եւ ունենք բազմաթիվ պետություններ, որոնք պատրաստ են մեր հետ համագործակցելու, արժանապատիվ համագործակցելու։ Եվ այդ պարագայում ես կարծում եմ ամեն ինչ կփոխվի։ Իհարկե նախ մենք պետք է կայունացնենք այս իրավիճակը, այս անկումը վերացնենք, բայց դրանից հետո ես կարծում եմ մենք կամաց կփորձենք վերականգնել այն ամեն ինչը, ինչ որ ես վայրիշխանությունները կորցրել են։ Տեսեք, ընդդիմությանը քննադատում են նրա համար, որ անընդհատ ասում եք Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ասում են, բայց դուք ինչ եք առաջարկում, ինչ պետք է անել, այսինքն նրա այո, ասում եք Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները լավացնել։ Այո։ Դա փոխելու է այս իրավիճակը։ Եվ ինչպես եք պատկերացնում այդ լավացնելը։ Ասում են ուզում եք Հայաստանը գուբերնիայի վերածեք։ Ինքը վերածրել է լավ, այս շատ շնորհակալ եմ։ Տեսեք, ինքը Արցախը տվել է Ադրբեջանին։ Հայաստանը դարձնում է Էրմանիստան եւ խոսում է Հայաստանը գուբերնիա դարձնելու մասին։ Այդ ով է խոսում։ Ով է խոսում։ Այն մարդը, որ էլի եմ ասում, Արցախը տվել է ադրբեջանցիներին, հիմա էլ Հայաստանը ուզում է տա թուրքերին, այդ երբ է եղել Հայաստանը գուբերնիա։ Հայաստանը եղել է մի պետություն 18-ից առաջ, 18 թվականից առաջ, երբ որ ասում էր Պուտինը, Ռուսաստանի Դաշնության նախագահը, որ ռուսական պետական շահից է բխում հզոր Հայաստանի արկայությունը հարավային Կովկասում։ Այդ ինչ գուբերնիայի մասին է խոսքը։ Այդ մի երկիր էր, որի մասին Ալիևը ասում էր, որ այդ երկրի շահերը հետապնդելու հետևանքով իրեն փակ դռների հետևում պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը։ Դա մի երկիր էր մինչև 18 թվականը, որի շնորհիվ մենք ունենք սեպայի համաձայնագիր, որի արդյունքում Արցախի խնդրի հայանպաստ կամ արդար, ոչ թե հայանպաստ, արդար լուծումը, որտեղ ազգերի ինքնորոշման իրավունքը դա արդարության դրսևորում է եւ ոչ թե հայ ժողովրդի նպատակների դրսևորում։ Այս պարագայում դրանք համընկնում են։ Դարձել է Եվրոմիության անդամ բոլոր երկրների օրենսդրության մասը։ Դա է գուբերնիան։ Ոնց ասում են, էփա ցավի ծիծաղը կգա։ Դեն գցելու զենքեր էր տալիս Ռուսաստանը։ Այդ դեն այնքան լավ, ինչքան հարցակ շատ լավ կլինի։ Այդ դեն գցելու զենքերով, չակերներով ադրբեջանական զորքերը ծնկի էին գալիս հայկական զորքերի առաջ։ Եվ այդ նույն զենքերով, երբ որ 4 օրյա պատերազմը սկսեց, 3 օր հետո շտաբի պետը Ադրբեջանի վազեց Մոսկվա եւ ծնկաչոք աղաչում էր, որ կանգնեցեն այդ պատերազմը։ Այդ էր դեն գցելու զորքերը։ Ծիծաղելի էր։ Եվ երբ որ այդ խայտարակ 44 օրյա պատերազմից հետո Ալիևը տեսավ այն մեծ հնարավորությունները զենքի, զինամթերքի, պաշտպանական կառույցների, ասեց, այս Հայաստանը այսքան բյուջե չունի, ո՞նց այսքան կուտակումներ կատարել։ Այս ինչ միլիտարիզացած իր տերմիններով պետություն է դարձրել։ Այդ է գուբերնիան։ Ծիծաղելի է։ Հայաստանը հզոր պետական միավոր էր հարավային Կովկասում եւ ինքը խաղաղություն էր սփռում տարածաշրջանում։ Եվ դա գիտակցում էինք ոչ միայն մենք, այս պետության քաղաքացիները, ամբողջ տարածաշրջանը մեր բարեկամներ ու մեր թշնամիները առաջերտին։ Հետևաբար այսպիսի հայտարարություններով ինչ խնդիր են լուծում իշխանությունները։ Մի խնդիր, իր օրը մեկ ավելի օր երկարացնելով, իշխանությունում իր մեկ օրը իր համար ամեն ինչ է։ Եվ դա բոլոր բռնատերերի
հիմնական բնութագրիչն է, այդպես է։ Այսինքն երբ որ Ռուսաստանի վերաբերյալ նման հայտարարություններ անում, մեկ օր ավել է մնում իշխանության։ Երբ որ ինքը ժողովրդին թունավորում է թշնամիների նկատմամբ սին վերաբերմունքներով, ինքը ասում է, որ եթե ես չլինեմ, ամեն ինչ կկործանվի։ Դա տխմարագույն ագիտացիա է, որին այլևս ժողովուրդը չի հավատում։ 7 տարի առաջ, 6 տարի առաջ միգուցե հավատում էր։ Կամաց եկավ այն վիճակում, որ հիմա յուրաքանչյուր ողջամիտ մարդկանց մոտ իսկ դրանց քանակը մեծացել է։ Ծիծաղ է առաջացնում։ Նայելով իրեն հասկանում են, թե ինչ աղետ է բերել եւ ինչ աղետի կարող է ել ավելի բերել, եթե մնա իշխանության։ Իր խոսքերի նշանակությունը կամաց կորցրել է եւ այսօր հասել է իրավիճակին, որ նույնիսկ այն քաղաքում, որտեղից ինքը սկսեց այդ իր մահաբերարշավը, ինքը մեծագույն ջանքերով հասել 1/3 ձայները հավաքեց։ Սա էր պատճառը, որ նա չգնաց Արիկ Մինասյանի մեծ հանրահավաքին։ Կդժվարանամ այդ հարցին հստակ պատասխանել, եթե գնար, ես չեմ կարծում, որ էական բան կփոխվեր, բայց որ պարտությունը նաև իրեն ուղղակի կկպներ, դա ակնհայտ է։ Այսինքն Սարիկ Մինասյանի պարտությունը, սա ի վերջո ԿՊ-ի թե Սարիկ Մինասյանի պարտությունն էր։ Չէ, ԿՊ-ի պարտությունն էր։ Ընդ որում ես էլի եմ ասում, նույնիսկ եմ ցավում այդ տղայի համար, ու ցավում եմ այն բոլոր այդպիսի տղաների համար, Սարիկների համար, որոնք կարող են ապագայում կուլ գնալ ռոպեական շահին ու իրենց ամբողջ ճակատագիրը կործանալ։ Այս օրերին շատ է խոսվում, որ այս ընտրությունները ցույց տվեցին, թե ընտրություններով Նիկոլ Փաշինյանը լավ էլ կհեռանա։ Այդպես է, թե իրականում ընտրություններով այդքան էլ այդպես չէ, որ նա կհեռանա։ Տեսեք, շատ լավ հարցրեցիք, շնորհակալ եմ։ Վարդան Ղուկասյանը ինչ էր ասում։ Ինքը ասում էր, գիտեմ, մեկ այս տանել են դատեն։ Եվ իրենք ըստ էության, որովհետեւ մենք այդ հարցին հստակ պատասխանենք, մենք չենք կարող մի փաստը չէ դիտարկել, որովհետեւ այդ փաստը, որը դեռ հələ չի սկսել։ Մենք պետք է նայենք, թե նախորդ բոլոր դեպքերում, երբ որ ասենք թե իշխանության են եկել ընդդիմադիրները, ինչ են տեղի ունեցել նրանց հետ։ Դատական հետապնդումներ, հալածանքներ, երկրից արտաքսումներ եւ Աստված տա, որ ես սխալվեմ, բայց նույնիսկ գյումրեցիներն են ակնկալում, թե ինչպիսի ռեպրեսիաներ պետք է լինեն այս Գյումրիում հաղթած իշխանության նկատմամբ։ Հետևաբար խաղադրույք հանել այն բանի վրա, որ այդպես չի լինի այս անգամ, կարծում եմ սխալ է, որովհետեւ օրինաչափությունը այդպես է ասում։ Եվ հույս դնել, որ մինչև 26 թվականը այս չարագործները մնալով ոչինչ չեն վատացնելու, եւս անլուրջ է։ Հետևաբար ես կարծում եմ, որ մեր ամբողջ ջանքերը պետք է կուտակենք, համատեղենք, մեկտեղենք եւ օր առաջ ազատվենք այս չարիքից։ Օր առաջ, իսկապես օր առաջ։ Այս օրերին Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահն էր սոցցանցում հրապարակում արել Արցախի դրոշի նկարով, հետո ադրբեջանական կողմի հայտարարությունների եւ նաեւ, եթե այսպես ասենք, ճնշումների ներքո նա հեռացրեց գրառումը, ներողություն խնդրեց Ադրբեջանից, սա ինչի ցուցիչ էր։ Ինքան նորից շատ լավ հարցրեցիք։ Սա երկու բանի ցուցիչ էր։ Առաջինը, այն ինչի մասին մենք ասեցինք։ Եվրոպական երկրների օրենսդրության մեջ կա Արցախի հարցի ազնիվ լուծման բանալին։ Դրանցից մեկը Գերմանիան է եւ Գերմանիայի նախագահը լրիվ իրավունքով այդ դրոշը զետեղել է իր պատի վրա։ Եվ սա մի բան էլ է ասում բոլորին եւ առաջերտին մեզ հայ ժողովուրդ, հասկացեք, Արցախի հարցը դեռ լուծված չի։ Արցախի հարցը դեռ լուծված չի։ Արցախի հարցը ըստ էության ենթարկվել արցախցիները ենթարկվել են ցեղասպանության, որը վաղեմության ժամկետ չունի։ Եվ եթե դուք ձեր մեջ ուժ գտնեք, կանգնեք ձեր հարցի կողքին, պաշտպանելով այդ հարցի արդար լուծումը, դրա լուծումը հնարավոր է։ Իսկապես դրա արդար լուծումը հնարավոր է։ Իհարկե առաջերտին դուք պետք է ազատվեք թուրք-ադրբեջանական գործակալների իշխանությունից Հայաստանում։ Բայց եթե դուք դա անեք, դրա լուծումը հնարավոր է, ու դա տեսական չի, դա գործնական է։ Ահա թե ինչ է ասում Գերմանիայի նախագահի պատին փակցված այդ դրոշը, որը նա հեռացրեց ամեն դեպքում Ադրբեջանի ճնշումների ներքո։ Շատ լավ եք ասում։ Բայց եթե Ադրբեջանի ճնշումներին Հայաստանի ճնշումները լինեին, ինքը հաստատ չէր հեռացնելու։ Հաստատ չէր հեռացնելու։ Եվ երկրորդ դասը դա էր։ Մենք մեզնից կախվածը անում ենք, հայ ժողովուրդ։ Դուք ձեզնից կախվածը արեք, որպեսզի ձեր հարցը լուծելուց մենք ձեզ կարողանանք աջակցենք։ Այն երկու դասերը որ տվեց։ Գյումրի ընտրությունների օրը մենք մի շոուի ականատես եղանք, երբ ԿՊ-ական պատգամավորը Վիլեն Գաբրելյանը
հարբած վիճակում լրագրողների հետ էր բավականին բացասական այսպես շփումներ ունեցել, վիրավորել եւ այլն, նա այսօր վայր է դրել մանդատը։ Հիմա շատ են քննարկումները, արդյոք սա բեմականացված էր, որ նա պետք է հարբի, դուրս գա, փորձի շեղել հանրությանը, նաեւ լույսերն անջատվեցին Գյումրիի մի հատվածում, միգուցե հենց այդ իրավիճակը շեղելու համար էր նա նաեւ նման վարքագիծ դրսևորում։ Ի վերջո ինչի հետ գործ ունենք մենք այս իրավիճակում, ձեր գնահատական այս ամենի։ Տեսեք, Ռազմիկ, մենք գործ ունենք մի երևույթի հետ, որը շատ հին պատմություն ունի։ Եվ դա ուղեկցում է բոլոր հեղափոխություններին։ Բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին։ Դա օրինաչափություն է, որտեղ երբ որ իրենք այլևս չունեն տեսարաններ, որ մարդկանց կարողանան հրապուրեն դեպի իրենց ցին գաղափարներ, իրենք սկսում են խժռել իրենց զավակներին։ Եվ այն ինչ որ տեղի ունենում վերջերս եւ մասնավորապես այս դեպքում հենց դա դրա դրսևորումն է եւ դա շարունակվելու է օբյեկտիվորեն դա շարունակվել է որտեւ վարչախումբը զգում է որ իր ոտի տակ հողը այրվում է եւ որպեսզի դա կարողանա չեզոքացնել ինքը երկաթյա կարգապահություն է ուզում մտցնել այդ կարգապահությունը գիտեք երևի այն ճիշտ բառը չի հնազանդություն ֆյուրերին հնազանդություն եւ որպեսզի բոլորը վախենան այսպիսի ռեպրեսիվ մեթոդների գնալու եւ դա ելի եմ ասում դա այն հոգեվարքի դրսևորում է հեղափոխությունները խրժում են իրենց զավակներին եւ սա դրա հերթական դեպքն է բայց ոչ վերջինը ձեր դիտարկմամբ լրագրողների նույնիսկ այս դեպքում համար նա մանդատը վայր դրեց եթե այդպես է ապա մյուս քպայականները ինչու չեն հետևում այս վարքին նրա այդ ձեր հարցի պատասխանը եկեք այստեղ փնտրենք իսկ 7 տարի առաջ այդպիսի վիրավորման դեպքում լրագրողն ինչ կլներ Երկի խրախուսվեր այդ մարդը 6 տարի, 5 տարի իրավիճակն է փոխվել։ Բայց հիմա էլ կան, որ վիրավորում են ու մանդատ վայր չեն դնում։ Դրանք էլ կհերթագրվեն եւ դրանց էլ կխժռի իշխանությունը, որտեղ բոլորին միանգամից չի կարող խժռել։ Լավատես եք։ Գիտեք, ես լավատես չեմ, ես օբյեկտիվ եմ։ Ես կարծում եմ դա իրականությունն է։ Իրականությունը, որտեղ պատմությունն է դա ցույց տալիս։ Իրանք պատմությունից դուրս չեն կարող լինել։ Պատմությունը ինչպես է հիշելու Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին, կամ հիշատակելու ավելի ճիշտ։ Ես կարծում եմ իրենք կհիշվեն որպես չարիք, որը ներխուժվեց Հայաստան մեր երկու թշնամիների ձեռամբ, թուրքերի եւ ադրբեջանցիների, ճիշտ այնպես, ինչպես այդ չարիքը ներխուժվեց մեր հարևան Վրաստան, Ուկրաինա, այն կործանումները, այն վայրագությունները, այն կորուստները նաեւ տեղ-տեղ անդառնալի մարդկային կորուստները, որ ունեցան գունավոր հեղափոխությունները, դրանց դրսևորումները բոլոր երկրներում նույնն են։ Այ գունավոր հեղափոխությունների հայկական դրսևորում, կարծում եմ դա հենց կլինի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։